Այժմ կփորձենք հասկանալ, թե ինչ փուլում են այս պահին իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունները։ Մեր տաղավարում է Հայլուրի վերլուծաբան, իրանագետ քրդագետ Սաթենիկ Թարվերդյանը։ Սաթենիկ, բարի երեկո։ Բարի երեկո, Լարա։ Ինչ լուրեր կան այս պահին բանակցային ճակատից։ Լարա, այս պահին կարծես բանակցային գործընթացը դադարեցված է ժամանակավորապես, պայմանավորված Իրանում նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության կազմակերպամբ։ Սակայն հիշեցնեմ, որ դեռ հուլիսի 1-ին Դոհայում Միացյալ Նահանգների եւ Իրանի պատվիրակությունները անուղղակի տեխնիկական բանակցություններ են ունեցել եւ քննարկել են իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցման, դրանց հետագա օգտագործման եւ Հորմուզի նեղուցում երթևեկության հարցերը։ Թրամփը հայտարարել էր, որ քննարկվել է Իրանի ապամիջուկայնացման հարցը, թեպետ աղբյուրները նշել են, որ նման քննարկում բանակցություններում չի եղել։ Սաթենիկ, այս պահին բանակցային միջնորդը դեռ Քաթարն է։ Լարա, եւ Քաթարն է, եւ Պակիստանը, եւ կարծես միջնորդությունը ստանձնել են հավասարաչափ այս երկրների ղեկավարությունը։ Իսկ հայտնի է, թե երբ կվերսկսվեն բանակցությունները։ Քաթարի արտգործնախարարի հայտարարությամբ բանակցությունները կվերսկսվեն Իրանի հոգևոր առաջնորդի հուղարկավորության արարողությունից հետո, սակայն նշեմ, որ Թրամփի խոսքից այնպիսի տպավորություն էր, թե ինքն է թույլ տվել իրանցիներին բանակցություններում մեկ շաբաթյա արձակուրդ վերցնել եւ կազմակերպել իրենց նախկին հոգևոր առաջնորդի հուղարկավորության արարողությունը։ Թրամփի խոսքի այդ հատվածը հենց հիմա կարող ենք լսել։ We beat Venezuela in one day. Մենք մեկ օրում հաղթեցինք Վենեսուելային եւ ջախջախեցինք Իրանը։ Նրանք մեռնում են հաշտվելու համար։ Նրանք այնքան են ուզում հաշտվել։ Մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ տվեցինք հուղարկավորության համար, որովհետև մենք բարի ենք։ 250 տարի շարունակ ամբողջ աշխարհը նայել է մեր երկրին եւ ոգեշնչվել առաջընթացի թռիչքներով, ուժի սխրանքներով, անznուրացության, հավատքի եւ հույսի դրսևորումներով, որոնք կարող էին տեղի ունենալ միայն այստեղ։ Զգացիք իհարկե Թրամփի հեգնանքը, ըստ նրա իրանցիները մեռնում են հաշտություն կնքելու ցանկությունից, փորձելով ցույց տալ, թե հենց ինքն է կոշտ բանակցողը։ Շնորհակալ եմ Սաթենիկ, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի վերլուծաբան, իրանագետ քրդագետ Սաթենիկ Թարվերդյանը։